Քերծվածքակայուն, ջրադիմացկուն եւ հարվածակայուն լամինատների նշված տեսականին ձեռք բերեք իդեալ համակարգի խանութ սրահներից 1 քառակուսի մետրը սկսած ընդամենը 2450 դրամից։ Մեդիա կենտրոնում այսօր տեղի կունենա քննարկում, ինչ է իրականում տեղի ունեցել Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում թեմայով։ Ներկայացնեմ մեր բանախոսներին Ժաննա Ալեքսանյան, իրավապաշտպան, լրագրողներ հանուն մարդու իրավունքների հասարակական կազմակերպության նախագահ, Արամ Մինասյան, մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի քրեական արդարադատության ոլորտում եւ զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության դեպարտամենտի ղեկավար, Հովհաննես Մարգարյան, արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության սոցիալական, հոգեբանական եւ իրավական աշխատանքների բաժնի պետի տեղակալ եւ Սոնա Խաժոյան, քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության ծառայող։ Բարև ձեզ հարգելի բանախոսներ, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Եվ այսպես Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում ցմահ դատապարտյալների ջարդ է կազմակերպվել, այս մասին ապրիլի 3-ին հենց այսպիսի գրառմամբ, Facebook-յան գրառմամբ ահազանգել էիք դուք, Տիկին Ալեքսանյան, քննարկումը սկսենք ձեզանից, կխնդրեմ ներկայացնեք մասնավորապես ինչ տեղեկություններ եք ստացել, ինչ է իրականում տեղի ունեցել քրեակատարողական հիմնարկում, խնդրեմ։ Ապրիլի 3-ին վաղ առավոտվանից ես տարբեր ահազանգեր ստացա, այսինքն մի քանի ահազանգ եմ ստացել հարազատներից եւ ի վերջո մի դատապարտյալից, որի հետ խոսելիս ես ոռնոց էի լսում։ Դա մի սարսափելի վիճակ էր։ Ես անմիջապես զանգահարել եմ քրեակատարողական ծառայություն հասարակայնության հետ կապերի բաժին եւ հարցրել եմ ինչա կատարվում 5-րդ հարկում Նուբարաշենի։ Դա Նուբարաշեն ես շատ եմ եղել ծմադատապարտյանների մոտ 5-րդ հարկում 98 թվականին եմ առաջի անգամ գնացել։ Եվ հիմա ես համեմատություններս է թվի, որ մի սարսափելի վիճակ էր այն ժամանակ։ Դրանից հետո ես զանգել եմ ՄԻՊ գրասենյակ Եվ ասել եմ, որ սենց վիճակ է այնտեղ։ Մանրամասն տեղեկություններ եմ ստացել եւ ես անմիջապես գրառում եմ արել, որովհետեւ դա արտառոց իրավիճակ է, երբ անպաշտպան մարդկանց մտնում են այդ սպեցնազ կոչվածը 30-40 հոգով, ես հիմա ձեզ կնկարագրեմ, թե խոշտանգումը ներողություն, ինչպիսին է եղել Երբ գետնին տապալելով, նախ խցերը ավիրել են, ամեն ինչ թափել շպրտել են սնունդը, հագուստեղենը եւ այլն, եւ գետնին են գցում ուրեմն դատապարտյալին, կանգնում են վրան ու սկսում են դուբինկաներով ծեծել, ասենք այդ կոտրվածքների մասին տեղեկությունները, դա այդ հարվածները։ Ինչի համար հարցնում էին բոլոր դատապարտյալները, ինչի համար են դա անում։ Ուղղակի այդպես են ուզում, այդպես են Ես 16 թվականին էր նման մի բան պատահել, էլի Նուբարաշենում, այն ժամանակ էլի օմբուդսմենի գրասենյակը արձագանքեց, իդեպ շնորհակալ եմ օմբուդսմենի գրասենյակին, Տիկին Մանասյանին, արագ արձագանքման համար, եւ ինձ թվում էր, որ դեռ դա շարունակվում էր, եւ իրենք շատ արագ են արձագանքել եւ գնացել Նուբարաշեն Նուբարաշենը դա բռնությունների որջ է, այդ 16 թվականին էլի օմբուդսմենի գրասենյակը գնաց եւ հայտնաբերեց այնտեղ ինչ էր կատարվել, այն ժամանակ իրոք ներքնակներ այրվել էին, որովհետեւ դատապարտյալները փորձել են պաշտպանվել, այրելով դռների վրա պահելով, որպեսզի իրենց այդ ջարդը չիրականացնեն, այսպես ասած Եվս ուրիշ մի քանի տարի առաջ Նուբարաշենի բանտում ուրեմն դանակահարել էին կալանավորին ռեժիմի պետի տեղեկությամբ եւ այլն այն ժամանակ վարչության պետին հետո հեռացանեցին աշխատանքից այլ ուրիշ դեպքեր էլ կարող եմ ասել եւ Նուբարաշենը դա մի կատաստրոֆիկ կներեք ես բառով ասեմ, բանտ է, որը շարունակ պիտի քանդեն, բայց չեն քանդում, այսինքն հանեն այդ պայմանները, իրավիճակը այդ բանտում, այդ մարդիկ ոնց են այնտեղ։ Եվ ես այս դեպքում ես տարիներ շարունակ ծմադատապարտյալների խնդիրներով եմ զբաղվում, դա գիտեմ բոլոր նախարարները։ Ես միշտ հանդիպում էի նախարարների հետ։ Օրինակ Գրիգոր Մինասյանի
ժամանակ փոխնախարար Բալյանի հետ։ Այսպիսի դեպքեր իհարկե չի արձանագրվել, բայց երբ խնդիրներ էր լինում իմ այցելությունից հետո, ես գնում էի, աշխատում ենք այդ խնդիրները լուծել եւ ոչ թե հրապարակել։ Հասկանում եք, իսկ խոշտանգումը, բռնությունը դա արտառոց իրավիճակ է, այն էլ ցմահ դատապարտյալներին, որոնք իրենք տարբերվում են իրենց օրինակելի վարքով։ Տիկին Ալեքսանյան, խնդրեմ ներկայացնեք մասնավորապես արդյոք տեղեկություններ հայտնել են ձեզ, որն է եղել պատճառը։ Դե ես ասում եմ, որ իրենք հարցնում էին, ինչ է եղել, ինչ է պատահել։ Ես հիմա կասեմ մի բան։ Ուրեմն զբոսանքի ժամանակ երգել են դատապարտյալները տարբեր երգեր։ Ինչ որ մեկը երգել է Դոլյա Վարավսկայա։ Ու դրանից հետո, երբ որ հենց դրանից հետո է եղել այս ամեն ինչը, այդ սպեցնազը, որը իրենց խփում էր, ասում էր դուք պետք է երգեք Գասպադա օֆիցերի։ Պատկերացնում եք։ Դա ես ամենայն պատասխանատվությամբ եմ ասում, որ ես մի քանի հոգու հետ եմ խոսել եւ երբ որ բոլորը նույն բանն են պատմում, դու չես կարող կասկած ունենալ այլևս դրամաս։ Դա ուղղակի, հա, եւ ասեմ ամենակարևորը, հիմա ասեմ, որ սա շարունակվում է 1 ամսից ավել։ Եվ մեկը ասեց, որ գոնե սա վերջինը լինի։ Պատկերացնում եք, զինծառայողների ծնողներն են, երբ որ իրենց ворցիները զոհվում են, նրանք են այդ բառերը ասում։ Շատ ազդեցիկ էր եւ շատ ծանր տարա այս մի քանի օրը այս տեղեկությունները։ Եվ սրան հավելեմ նաեւ, որ սպեցնազ կոչվածը, որը ես համարում եմ բանդիտական խումբ, իր արտոնյալ վիճակով առևանգել է դատապարտյալներից մեկին։ Ես կարող եմ հրապարակել անուն ազգանունը Դավիթ Մինասյան։ Երկրորդ օրը դեռ նա չկար տեղում, այսինքն դա ոնց կարող է առևանգել, ոնց կարելի է, չեմ հասկանում ինչա կատարվում, գիտեք։ Իսկ հիմա նա որտեղ է։ Ես չգիտեմ։ Ես սա հայտարար ասում եմ, որպեսզի մարդիկ հավաքեն այդ տեղեկությունները, ճշտեն այդ ամեն ինչը եւ այսինչ արտոնյալ վիճակ է։ Ես գիտեք ինչ, ես աշխատել եմ Միջին Ասիայում, Human Rights Watch-ի գրասենյակում եւ այնտեղ դա բռնատիրական երկիր է Ուզբեկստանը եւ նրանց բանտերը դասվում են անմարտկային բանտերի շարքում, այսպեսի կարգավիճակ ունեն ամբողջ աշխարհում։ Նուբարաշենը, ես մյուսների մասին չեմ կարող ասել։ Ես շատ եմ եղել եւ Արմավիրում եւ Սևան քրեակատարողական հիմնարկում, տարբեր, բայց այն ինչ որ կատարվում է Նուբարաշենում, տարիներ շարունակ, փաստորեն սա այսպես մի ապահով տեղ է եւ ինձ շատ էր ապշեցրել նախարարի պնդումները, որ իրավաչափ ուժ է կիրառվել, հասկանում եք, այսպես կանգնած դու ինչ գիտես, քննություն չեք նշանակել, դու գոնե համոզվելու համար դու կարող ես հետաքրքրվել, ուղարկել քո նախարարությունից մարդիկ, որ պարոնակ մարդիկ են, չէ՞ այնտեղ, առանց այդ էլ բազմաթիվ հիվանդություններով 20 տարուց ավել այդ դատապարտյալները մինչև 30 տարի այնտեղ մարդիկ կան, դուք ո՞նց կարող եք իրանց հետ տենց վարվել։ Տիկին Ալեքսանյան, մի հստակեցնող հարց, դատապարտյալներից մեկը ձեզ տեղեկություն է փոխանցել, որ առևանգել են այլ դատապարտյալի ում հարազատներից ինձ այդպիսի տեղեկություն են փոխանցել։ Ես ասում եմ, որ ճշտեն եւ անուն ազգանունն են ինձ ասել։ Շնորհակալություն, այո, իհարկե, խնդրում։ Դատապարտյալներից մի քանիսը վնասել են իրենց երակները։ Ես չունեմ այդպիսի տեղեկություն, ոչ։ Ես հացադուլ 1 հոգի հացադուլ է սկսել, այո։ Չեմ կարող ասել, ես ինձ այնքան շատ էին այս քանի օր այդ տեղեկությունները, չեմ հասցրել այտենց հատուկ զբաղվեմ։ Նաև ասեմ, որ դատապարտյալները իրենք դիմումներ են գրում, հույս ունեմ եւ մի հետևողական կլինի, որ այդ դիմումները տեղ հասնեն եւ ոչ թե կորեն ճանապարհներին։ Եվ ես ասեմ նաեւ, որ ես միշտ մուտք եմ ունեցել, այսինքն հանդիպել ենք 40-ից ավելի ցմահ դատապարտյալների հետ, բարձրացրել ենք իրենց խնդիրները։ Իսկ հիմա ինձ ասում են, որ եթե ես հանդիպում եմ ցմահ դատապարտյալի հետ, ուրեմն պետք է ցմահ դատապարտյալի տեսակցություններից մեկը հանվի։
Այսինքն այդ պատժիչ մեխանիզմները հենց քրեակատարողական ծառայության ներսում են ենթադրում, չգիտեմ, պարոն Հովհաննիսյան, Մարգարյան, ես այդպես է, որովհետև ոնց կարող է դա ցմահ դատապարտյալը ունի 4 տեսակցություն ենթադրենք տարեկան, կամ ինչի պետք է դա հանվի, իսկ ինչա եւ լրագրողների, իրավապաշտպանների մուտքը, ես միշտ եկել եմ թույլտվությամբ, ես բոլոր հիմնարկներում, պետերի հետ, մենք ունեցել ենք շատ լավ հարաբերություններ, ոչ մի խնդիրներ չեն եղել, միշտ ընդառաջել են բացի մեկ անգամից, եւ որևէ բան չեմ տեսել, եւ նրանք բոլորը Ցմա դատապարտյալների մասին խոսել են առանձնահատուկ վերաբերմունքով։ Եվ չեն, սա ինչ պիտի անեին, եւ քրեակատարողական ծառայության հայտարարության մասին էլ ասեմ, երբ որ ես զանգահարեցի, որ տենց բան ոչ մի բան չկա։ Միանգամից դուք կարողանում եք ձեզ պաշտպանել փակ համակարգում պետության եւ երաշխավորության տակ գտնվող, պատասխանատվության տակ գտնվող անձանց հետ այդպես վարվեն, դուք ոնց կարող եք ասել, որ նման բան տեղի չունի, դիմադրություն են ցույց, ինչ դիմադրություն կարող են նրանք ցույց տալ, ինչ դիմադրություն։ Դե ես ասում եմ, կոտրվածք ունեցողներ էլ կան, տարել են, արձանագրվել են վնասվածքներ, դա իրանք հերքել են, բայց եւ միպն է արձանագրել, եւ ես ունեմ այդ տեղեկությունները, որ արձանագրվել են այդ վնասվածքները։ Եթե հարց ունեք, Հռչակին Ալեքսանյան, դուք ասեցիք նախարարի հայտարարության մեջ ասում է, որ ոչ իրավաչափ ուղղ է կիրառվել, որտեղից իրեն այդ պնդումը, այսինքն ինքը օդից է նման հայտարարություն։ Ես չգիտեմ, այդ իրանն է պետք հարցնել, որ տեսնեք։ Ես ոչ իրավաչափ, այլ իրավաչափ։ Հա, ներողություն, հա, իրավաչափ, դա նախարարը երևի հիմնվել է քրեակատարողական ծառայության այդ հայտարարության վրա, որը ասենք աշխարհի մեղքերը բարդել էր այդ դատապարտյալների վրա, եւ ոնց կարող է քրեակատարողական ծառայության պետը կին է, նախարարը կին է, չէ՞ որ կանայք հատուկ ինչ որ դեր ունեն, գոնե այդ բռնության փոխանակ մի հատ պարզ են, ես ձեզ լուր եմ տալիս, ես ձեզ ահազանգում եմ, փոխանակ մի հատ պարզ են, հերքում են ամեն ինչ, իսկ հետաքրքրում է ձեզ, ոնց կարող եք դուք նստեք այդտեղ իմանալով բռնությունների մասին, ասենք քրեակատարողական ծառայության պետը կամ չգիտեմ, այդ ամբողջ կազմը։ Շնորհակալություն, պարոն Մինասյան, պաշտպանի գրասենյակի արագարձագանքման խումբը մեկնել են ու Բարաշեն քրեակատարողական հիմնարկ, թեև հայտարարություն եւս տարածվել է, կխնդրեմ ներկայացնեք մանրամասներ, մասնավորապես առանձնազրույց են տեղի ունեցել, ինչ եք բացահայտել, ինչ վնասվածքներ են արձանագրվել, խնդրեմ։ Շնորհակալություն։ Ապրիլի 3-ին Մարդու պաշտպանի թեժգծի հեռախոսահամարին, ինչպես Տիկին Ալեքսանյանը նշեց, առաջին հեռախոսազանգը ստացվել է հենց Տիկին Ալեքսանյանի կողմից, ներկայացվել են հանգամանքներ առ այն, որ Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկի 5-րդ հարկում գտնվող ցմա դատապարտյալների նկատմամբ ֆիզիկական ուժ է կիրառվում, ծեծի են ենթարկվում դիմակավորված անձանց կողմից եւ նաեւ ավելի ուշ տեղեկություն է ստացվել նաև լրատվության միջոցներով առ այն, որ տվյալ անձանց բժշկական օգնություն չի ցուցաբերվում։ Պաշտպանի հանձնարարությամբ անմիջապես արագարձագանքման խումբ է մեկնել քրեակատարողական հիմնարկ, առանձնազրույցներ են տեղի ունեցել ավելի քան 30 ցմահ դատապարտյալ եւ կալանավորված անձանց հետ, շրջայց է իրականացվել խցերում, նաև ուսումնասիրվել է իրենց վերաբերյալ դատապարտյալների վերաբերյալ կազմված փաստաթղթերը։ Առանձնազրույցների մի մասը արդեն իսկ խնդիրները դրանք, որոնք որ ներկայացրել են ազատությունից զրկված անձինք արդեն իսկ մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությամբ ներկայացվել են, դրանք վերաբերել են մասնավորապես ըստ դատապարտյալների պնդումների հատուկ նշանակության գումարտակի ծառայողների կողմից գործողություններ իրականացնելու ընթացքում ոչ համաչափ ուժի կիրառմանը, խցերում իրականացված խուզարկության ընթացքում իրենց անձնական իրերը տակնովը անելու, նաև տեղեկություն է ստացվել առ այն, որ դատապարտյալներից, ցմահ դատապարտյալներից մեկը այդ
գործողությունների արդյունքում նաև տեղափոխվել է այլ քրեակատարողական հիմնարկ։ Տիկին Ալեքսանյանը, որ նշեց, Դավիթ Մինասյան, իր վերաբերյալ տեղեկություն է ստացվել, որ տվյալ դատապարտյալը զուտ իրենց անվտանգության, նաև այնտեղ քրեական ենթամշակույթի դեմ պայքարին առնչվող հարցերով պայմանավորված տեղափոխվել է այլ քրեակատարողական հիմնարկ։ Հիմնարկներ գիտենք, որ հիմնարկն է, բայց եթե մեր ծառայողները հարկը համարեն, կարող են իրենք նշել։ Առանձնազրույցների ընթացքում նաև դատապարտյալները պնդումներ են ներկայացրել առ այն, որ նշված որոշ դատապարտյալներ, խոսքը 3-4 դատապարտյալի մասին է, որ հատուկ նշանակության ծառայողների գործողությունների հետևանքով ունեն վնասվածքները արձանագրել են նաև մեր աշխատակիցները, խոսքը վերաբերում է կապտուկներ, քերծվածքներ, 2 անձի վերաբերյալ նաև կասկած է եղել առ այն, որ այդ գործողությունների արդյունքում հնարավոր կոտրվածքի վերաբերյալ Թերի կոտրված կա։ Բայց 2-ի մասով ուսումնասիրել են նաև այնտեղ բժշկական փաստաթղթերը, որով ռենտգեն հետազոտություն է իրականացվել, ռենտգեն հետազոտությամբ այդ իմ կողմից մատնանշված 2 դատապարտյալի մոտ վնասվածքներ չեն արձանագրվել, բայց այդ ռենտգեն հետազոտությունը որ շենքում է կատարվում։ Նուբարաշենում։ Դա վստահելի է ասես։ Ըստ ինձ չեմ կարող պնդել, որ վստահելի է կամ ոչ վստահելի է, ամենայն դեպս մենք ունենք բժշկական հետազոտության արդյունք, որով նշվել է, որ կոտրվածք տվյալ պարագայում չի հայտնաբերվել։ Հիմա վստահելիության տեսանկյունից կներեք Տիկին Ալեքսանյան ջան։ Այդտեղ նաև այդ ձեր կողմից մատնանշված խնդրի հետ կապված նաև տվյալ անձը նշել է, որ հաջորդ օրը ինքը պատրաստվում է նաև իր նախընտրած բժշկի կողմից լրացուցիչ հետազոտություն անցնելու։ Այսօր նաև մենք փորձենք ճշտենք, թե նշված հետազոտությունը իրականացվել է, թե ոչ։ Բայց տվյալ պահին, ամսի 3-ին իրականացված հետազոտության արդյունքով կոտրվածք տվյալ անձի մոտ չի հայտնաբերվել։ Մյուս հանգամանքը, որ կուզենայի նաև նշել, ըստ դատապարտյալների պնդումների, բացի այն, որ ֆիզիկական ուժ է կիրառվել եւ մահակներով հարվածներ են ստացել իրանց պնդումներով մարմնի տարբեր հատվածներին, նաև պնդել են, որ իրենց նկատմամբ հնչեցվել են հայհոյանքներ եւ դա նույնպես մեր մոտ արձանագրված են եւ հիմա ամբողջական այդ բոլոր անձանց հետ տեղի ունեցած առանձնազրույցները ամփոփվել են եւ այսօր նաեւ գրությամբ, պաշտոնական գրությամբ նաեւ բարձրաբանումներ կուղարկվել են իրավասու մարմիններին։ Այստեղ մի կարևոր հանգամանք եւս ուզում եմ մատնանշել, Տիկին Ալեքսանյանն էլ շեշտադրում արեց այդ ուղղությամբ, որ նաև մեր գրությամբ ենթադրում եմ նաև առաջնային եւ կարևոր է լինելու նաև մոռացա հավելեմ, որ մենք նաև ծանոթացել ենք քրեակատարողական ծառայության պաշտոնական պարզաբանմանը եւ դրանք էլ որպես գիտություն ընդունվել են մեր աշխատակազմում, բայց մի հանգամանք, որը որ իմ կարծիքով կարևոր է, ցանկացած նման դեպք նույնիսկ երբ որ կա պնդում առ այն, որ ոչ համաչափ ֆիզիկական ուժի կիրառման հետ գործ ունենք եւ կան վնասվածքների առերևույթ հատկանիշներ, կարծում եմ, որ կարևոր է նաեւ այդ ուղղությամբ որոշակի առնվազն ծառայական քննության իրականացումը, որպեսզի բոլոր հանգամանքները անկախ նրանից սկզբնական փուլում են գտնվում, ել եմ կրկնում, մի կողմից ունենք դատապարտյալների պնդումներ, մյուս կողմից քրեակատարողական ծառայության կողմից ներկայացված պաշտոնական պարզաբանում, այստեղ որպեսզի հանգամանալից ուսումնասիրության առարկա դառնա եւ վերհանվեն են խնդիրները, որոնք որ թե դատապարտյալներն են նշում եւ թե քրեակատարողական ծառայությունն է նշել նաեւ իր հրապարակային հաղորդմամբ, կարեւոր է որ նաեւ դրանով ուսումնասիրություն եւ ծառայական քննություն իրականացվի առնվազն այս փուլում եւ բոլոր այն հարցերը, որոնք որ դատապարտյալները առաջ են քաշել, դառնա ուսումնասիրման առարկա։ Ներողություն, պարոն Մինասյան, նախարարը Սրփույգ Գալյանը լրագրողների հետ զրույցում եւս մեկ անգամ նշան, որ վստահեցրել էր քրեակատարողական հիմնարկներում իրավաչափ համարժեք պատասխանից բացի որևէ այլ բան չի կարող կիրառվել։ Մինչեւ քննությունը, հա, այդուհանդերձ բացահայտ նախնական տվյալները ինչի մասին են խոսում, արդյոք կարող եք որակում։ Տեսեք, նման պնդում նաև հետազոտության, հա, արդյունքները։ Նայեք, հետազոտության համար մարդու իրավունքների պաշտպանը ունի օրենքով վերապահված լիազորություն, առաջին քայլը, որ իրականացրել ենք, դա այն է, որ տեղում
այց ենք իրականացրել, արձանագրել ենք այն հնարավոր ենթադրյալ վնասվածքները, որոնք որ մատնանշել են դատապարտյալները, առանձնազրույցներ ենք ունեցել տվյալ անձանց հետ եւ մեր օրենքով սահմանված ընթացակարգը հետեւյալն է, որ նաեւ պետք է պաշտոնական պարզաբանման հնարավորություն տրվի պետական իրավասու մարմնին եւ դրանք ստացվելուց հետո է, որ նոր կարող է մարդու իրավունքների պաշտպանը վերջնական գնահատական տալ կամ իրավունքի խախտման կամ բացակայության առնվազն։ Հիմա այս պահին, երբ որ չունենք պետական մարմնի պաշտոնական պարզաբանումը, մի քիչ կոռեկտ չի լինի իմ կողմից նախնական որևէ գնահատական տալ, ես այն ամենը, ինչը որ նշեցի, դրանք բացառապես վերաբերվում են առանձնազրույցների ընթացքում մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներին ազատությունից զրկված անձանց կողմից ներկայացված պնդումներին եւ այն հանգամանքները, որոնք որ մատնանշել են իրենց մոտ արկա վնասվածքները, մեր աշխատակիցները ուղղակի պարտավոր են եղել արձանագրելու եւ դրանք արձանագրվել են։ Հիմա հաջորդ քայլը արդեն կունենանք պաշտոնական պարզաբանում եւ իրավասու մարմնից կունենանք նաեւ գրավոր պատասխան ուսումնասիրության, նաև իրենց կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքների վերաբերյալ նոր այդ ժամանակ հնարավոր կլինի նաև որոշակի վերջնական գնահատական տալու, բայց ել եմ կրկնում, մեր համար այս պահին առաջնային եւ կարեւոր է, որպիսի նույնիսկ այն պարագայում, երբ որ տեսեք դուք նշում եք, ասում եք ֆիզիկական ուժը եղել է իրավաչափ, որպիսի դրան գնահատական տրվի իրավաչափ է, թե ոչ իրավաչափ է, դա ուղղակի զուտ ասելով չի իմ կարծիքով եւ դա դրա միգուցե նախարարի մոտ հանգամանք է այն նկատի ունի, որ այո, քրեակատարական ծառայողները բոլոր դեպքերում այն իրենց գործառույթներն իրականացնելիս, որով որ իրենք ունեն նման լիազորություն, դա ծառայողներին տրված է ֆիզիկական ուժ կիրառելու, նաև հատուկ միջոցներ կիրառելու։ Ես կարծում եմ նախարարի գնահատականը վերաբերել է դրան, որ այսինքն բոլոր դեպքերում, երբ որ կա հնարավոր անկարգություններ կանխելու կամ դատապարտյալների ոչ իրավաչափ վարքագիծը կանխելու Նման դուք արձանագրել եք ոչ իրավաչափ դատապարտյալների վարքի։ Մենք կներեք, բայց մենք երբ որ հասել ենք տվյալ դեպքում որևէ ոչ իրավաչափ գործողություն արդեն իսկ չի եղել, որովհետև արդեն իսկ կանխված է եղել ըստ արդեն ծառայության պարզաբանման, որովհետև այդտեղ կանխվել ասածը դուրս են բերվել ենթադրվում է այն դատապարտյալները իրենց խցերում խուզարկություն է իրականացվել, որից հետո նորից այդ անձինք նաև տեղավորվել են այդ խցեր։ Այսինքն մեր այցի պահին Տիկին Ալեքսանյան որևէ ընթացիկ գործողություն իրականացնելու պահ չի եղել, այսինքն ավարտված է եղել։ Եղել է, ձեզ ասել են դատապարտյալները։ Այո։ Ինձ ասել են, որ չի եղել։ Խուզարկություն եղել է, նույնիսկ խցերն են ցույց տվել, որ իրերը խառնված են եղել։ Եվ մի բան ուղղակի ասեմ, որ Դավիթ Մինասյանը նախ ծմահների մեջ քրեական ենթամշակույթը լավ կլինի, որ փնտրեն ադմինիստրացիայում, սպեցնազում, գասպադա օֆիցերը եւ ոչ թե այդ Դավիթ Մինասյանը հավատացյալ է, ինքը ընդհանրապես ոչ մի կապ չունի քրեական, որ դրա համար իրանք տեղափոխել։ Իսկ ով է սպեցնազն է որոշում, որ պիտի տեղափոխի։ Պետք է գնա մարդու sense վերցնի ու տանի։ Ինձ եք հացուղում։ Եթե ինձ եք ուղում, փորձեմ պատասխանեմ։ Եթե ինձ եք ուղում, հա, պատասխանենք այդ հարցը։ Եթե դուք ուզում եք պատասխանել, եթե չէ։ Եվ մի բան էր, եթե ես այդպիսի արագությամբ չգրեի, այդտենց արունլվա անկած կլնեին այդ միջանցքներում եւ կմնային։ Նրանց բուժօգնություն դրա համար էին հազանգում ինձ, որ գոնե բուժօգնություն տան։ Դրանից հետո նոր տարան։ Իսկ ձեր գնալուց հետո երեկոյան կողմը բերել են կոտրված թևով ծմա դատապարտյալին։ Տիկին Ալեքսանյան, մեր Ես կարող եմ անուն ազգանուն ասել։ Եթե դժվար չի ասեք, մենք կփորձենք։ Բայց մեր աշխատակիցները մինչև օրվա ժամը 9:00-ն եղել են քրեակատարական հիմնարկում։ Ուշ ժամի են բերել, էլի, 9-ից հետո երևի։ Մուրադխանյան։ Շնորհակալություն, պարոն Մարգարյան, խնդրեմ, ներկայացրեք ինչ է տեղի ունեցել իրականում, բարձրախոսներ խնդրում եմ փոխանցեք, ինչ է տեղի ունեցել Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում, ներկայացվեց, հա, Տիկին Ալեքսանյանը ինչ տեղեկություններ է ստացել, ՄԻՊ ներկայացուցիչը վնասվածքների մասին նշեց, խնդրեմ ձեր արձագանքը։ Շնորհակալություն։ Թևս կապած բերել են կախված։
Շնորհակալություն հրավերի համար, այս թեմայի քննարկմանը մասնակից լինելու համար։ Քրեակատարողական ծառայությունը եւս կարևորում է նման հարցերի բարձրաբանումը հանրային տիրույթում, ինչպես նաեւ ծառայությունը ներկայացրել է պաշտոնական բարձրաբանում։ Սկսենք սկզբից, թե ինչու է ստեղծվել այս իրավիճակը։ Քրեակատարողական ծառայությունում տեղեկություններ են ստացվել, որ Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում դատապարտերներից մեկը ցանկանում է իր առավելությունը ընդգծել այլ դատապարտերների նկատմամբ, քրեական ենթամշակույթի հետ կապված ազդեցություն ունենալ եւ այդ համատեքստում որոշում է կայացվել տվյալ անձին տեղափոխել այլ քրեակատարողական հիմնարկ, ինչը քրեակատարողական ծառայության պրակտիկայում առաջի դեպքը չէ, բազմիցս լինում են նման դեպքեր, երբ քրեական ենթամշակույթի ազդեցությունը նկատվում հիմնարկի բնականon գործունեության վրա կամ վերասոցիալականացման գործընթացների խոչընդոտելու վրա նման որոշում է կայացվում եւ տվյալ անձը տեղափոխվում է այլ քրեակատարողական հիմնարկ կամ այլ խուց, որպեսզի չեզոքացվի կամ նվազեցվի այդ ազդեցությունը։ Այս դեպքում եւս այդ որոշումը կայացվելուց հետո քրեակատարողական հիմնարկի ներկայացուցիչները մոտեցել են համապատասխան խուց եւ տվյալ անձին ներկայացրել, որ ինքը պետք է տեղափոխվի այլ քրեակատարողական հիմնարկ։ Արդեն այստեղից սկսվել է անհնազանդություն, այսպես ասեմ, քանի որ ծառայողները ներկայացրել են օրինական պահանջ, որ չի կատարվել դատապարտերների կողմից։ Իսկ դատապարտերները օրենքով սահմանված բացի հիմնական իրավունքներից ունեն նաև պարտականություններ, ի թիվս այլի դրանցից մեկը հիմնարկի վարչակազմի ծառայողների օրինական պահանջներին ենթարկվելն է եւ ներքին կանոնակարգի պահանջներին ենթարկվելը, որը հիմնարկում պահվող անձանց հիմնական պարտականություններից է։ Քանի որ հրաժարվել է կատարել տվյալ անձը օրինական պահանջը եւ հրահարել է անախորժ միջադեպեր եւ դրա հիման վրա արդեն սկսվել են այլ խցերից աղմկել, որ ինչու եք մեր դատապարտերին տեղափոխում, ցանկանում եք տեղափոխել այլ քրեակատարողական հիմնարկի աջակցություն տվյալ անձի, սկսել են թակել դռները, ինչ որ իրեր եղել են, որ արվել են, ամեն դեպքում ծուխ եղել է խցերում եւ այս պարագայում արդեն քրեակատարողական հիմնարկը զերծ է մնացել որևէ գործողությունից եւ հրավիրվել է հատուկ նշանակության ջոկատ, հատուկ նշանակության ստորաբաժանում, որի հենց պարտական ֆունկցիոնալ հատուկ նշանակության ջոկատը քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի ստորաբաժանում է եւ անմիջական ենթարկվում է քրեակատարողական ծառայության պետին։ Կամ պետն է հրավիրում կամ պետին փոխարինող անձը տվյալ պահին, որ պարտականությունները կատարում են։ Ինչի համար է հրավիրվել հատուկ նշանակության ջոկատը ստորաբաժանումը, քանի որ արդեն նշեցի, որ հենց նրանց ֆունկցիոնալ պարտականություններից մեկն է քրեակատարողական հիմնարկում այդպիսի անհնազանդությունների կասեցումը եւ նրանք ավելի պատրաստված են այդ մասով, կանց թե ասենք հիմնարկի աշխատակիցները, չնայած նրան, որ անցնում են հատուկ ուսուցումներ, վերապատրաստումներ, բայց չի խրախուսում հիմնարկի ծառայողների կողմից ֆիզիկական ուժ կամ այլ հատուկ միջոցների կիրառումը։ Ես հատուկ նշանակության ստորաբաժանման կողմից արդեն նորից դատապարտերների ներկայացվել է օրինական պահանջ, կոնկրետ այդ անձին այլ հիմնարկ տեղափոխելու, տրվել է բավարար ժամանակ, որպեսզի կատարեն ծառայողների օրինական պահանջները եւ օրինական պահանջները չկատարելուց հետո արդեն կիրառվել է ֆիզիկական ուժ, ձեռքի հնարք։ Այստեղ տպավորությունը տեսեք ինչ է ստացվում, հենց ասում ենք ֆիզիկական ուժ, բոլորս դա միանգամից հասկանում ենք, որ դա ծեծն է, բայց հենց հասարակ ձեռքի ոլորելը ինքը համարվում է ֆիզիկական ուժ։ Ներողություն, դուք պնդում եք, որ միայն ձեռքերն են ոլորել։ Ու կոտրվել է ձեռքը։ Չէ, տեսեք, կոտրվածքի մասին դեռ կանդրադառնամ, կոտրվածքի չի ոչ մի անձի մոտ կապտուկներ եղել են, քանի որ տվյալ անձին ցույց են տվել դիմադրություն, շարունակել են ցույց տալ դիմադրություն, չեն ենթարկվել էլի օրինական պահանջներին։ Ֆիզիկական ուժ է կիրառվել։ Անունը ես չեմ տեսեք ինչ դա ծեծել չենք ասում մենք, դա ասում ենք ֆիզիկական ուժի կիրառում, որ լիազորված է քրեակատարողական ծառայությունը օրենքով կիրառելու ֆիզիկական ուժ։ Ես խնդրում եմ, դերասած ֆիզիկական ուժը թևը ոլորելն է,
Եթե անձին թևը ոլորելուց ինքը դիմադրությունա ցույց տալիս, կարա եւ վայր ընկնի, կարա եւ ինչ որտեղ հարվածի, կպնի։ Դրա մասին է խոսքը։ Իսկ ինչ վերաբերվում է մահակներով ծեծ, դա բացառում ենք։ Պարոն Մարկարյան, այն տվյալները, որ Տիկին Ալեքսանյանը ներկայացրեց, այդպիսի տվյալներ, փաստեր ներկայացրել են, ամեն դեպքում ահազանգել են այդ մասին դատապարտյալները։ Այն ինչ ներկայացվեց Տիկին Ալեքսանյանի կողմից, դուք ինչպես եք արձագանքում։ Մասնավորապես հարազատները Տեսեք, ես նախապատմությունը ասացի, թե որտեղից է սկսվում, Տիկին Ալեքսանյանը բազմաթիվ հարցեր բարձրացրեց, մի քանիսն եմ ֆիքսել մոտս, որոնց կանդրադառնամ։ Ներողություն նաև կխնդրեմ անդրադառնալ այն հարցին, որ Տիկին Ալեքսանյանին փոխանցել են, որ սա եզակի դեպք չէ, 1 ամիս գրեթե շարունակվում է, խնդրեմ։ 1 ամիս հասկանանք ինչն է շարունակվում, ֆիզիկական ուժի կիրառումը, թե չկա նման բան Տիկին Ալեքսանյան։ Պատճառի ոչ մի դիմադրություն։ Քրեակատարողական ծառայությունը վաղուց ծաղելի է նույնիսկ։ Քրեակատարողական ծառայությունը վաղուց անցել է այդ փուլը, որ անտեղի ֆիզիկական ուժ կիրառվի կամ ինչ-որ մեկին ինչ-որ անօրինական գործողություն իրականացվի, ցանկացած գործողություն քրեակատարողական ծառայողի կողմից արձանագրվում է, փաստաթղթավորվում է, դրա նկատմամբ իրականացվում է եւ հասարակական վերահսկողություն, եւ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից ուսումնասիրություն եւ դատախազական վերահսկողություն, ցանկացած ֆիզիկական ուժ կիրառելուց հետո փաստաթղթավորելուց հետո նյութերը ուղարկվում են դատախազություն եւ դատախազությունը ուսումնասիրում է նաև նրանց համաչափությունն ու օրինականությունը։ Տվյալ գործով նորից պետք է նշեմ, որ արդեն նախաձեռնվել է, նյութերն ուղարկվել են քննչական կոմիտե Երևանին ու Բարաշեն քննչական բաժին եւ նախաձեռնված է քրեական վարույթ, որը ավելի մանրամասն կտա բոլոր հարցերի պատասխանները։ Եթե կլինեն վարույթի շրջանակներում ուսումնասիրությունը իրականացվում են, եթե ծառայողական քննության անհրաժեշտություն եղավ, կնշանակվի նաև ծառայողական քննություն։ Եթե պարզվեց, որ քրեակատարողական ծառայողները ֆիզիկական ուժը գործադրել են, կիրառել են իրենց լիազորությունները անցնելով, դրան եւս համապատասխան իրավական գնահատական կտրվի։ Տիկին Խաչյան, կխնդրեմ նաև ձեր ուզում եք լրացում անել։ Ես ուղղակի գիտեք ինչ եմ ուզում ասել, պարոն Մարկարյան։ Ես ուզում եմ, որ բոլորս միասին վերջ տանք այդ ամեն ինչին։ Ես մեծ հարգանքով եմ վերաբերում բոլորին եւ ծառայության աշխատակիցներին եւ ես երբեք ոչ մի, բայց սրանք բաներ են, որ մենք բոլորս համատեղ պետք է աշխատենք եւ ոչ թե ասենք դիմադրություն են ցույց տվել սպեցնազինով կարա, այսինքն այդ տեսակ մարդ ինչի պետք է ես կասկածի տակ դնեմ դատապարտյալների միայն ձեզ հավատանք ու միշտ այդպես է լինում ամեն ինչ ժխտում են դու զանգում ես մի բան ես ասում ամեն ինչ իրենք իդեալական են դատապարտյալները քան վատն են որ իրանց հետ տենց պետք է լավ դուք թերություն չունեք պարոն Մարկարյան մի հատ կասեք թե չէ թերություն բոլորը ունեն այստեղ թերություն ունենալ կամ չունենալու հարցը չի։ Ձեր ծառայությունը նկատի ունեն։ Ծառայության մասին եմ ասում, ծառայություններ են առաջանում խնդիրներ, որոնց սահմանված կարգով ժամկետներում տրվում է համապատասխան ընթացք եւ բոլոր քրեակատարողական ծառայողները իրենց գործունեությունը իրականացնում են սահմանադրությանը կամ օրենքներին համապատասխան։ Դրանից դուրս որևէ գործողություն արդեն ստանում է իրավական համապատասխան գնահատական։ Խնդրեմ հարցը։ Ստացվում է դուք իրավաչափ եք համարում տեղի ունեցածը հատուկ ճակատայինների գործողությունները Ամբողջությամբ իրավաչափության վերաբերյալ արդեն նշեցի ուսումնասիրությունների արդյունքներում եթե կպարզվի որ ֆիզիկական ուժ կիրառելուց վերազանցել են իրենց լիազորությունները կտրվի գնահատական իսկ եթե չպարզվի այս պահի արձանագրած փաստաթղթերով ինչը որ արձանագրվել է դեպքից հետո որևէ խախտում կամ հակաօրինական որևէ գործողություն չենք ֆիքսել ինչպես է պարզվելու այսինքն առանձնացությունը Քննությամբ է պարզվելու, արդեն նշեցի, որ նաև վարույթ է նախաձեռնվել դեպքի կապակցությամբ քննչական կոմիտեում։ Հոդվածը վարույթն իրականացնող մարմինը երևի թե կասի, մենք նյութերն ենք ուղարկել։ Եթե դուք ունեք տվյալներ, Չէ, այս պահին ես ուղղակի կուզենայի հենց ֆիքսեի կարևորությունը, որովհետև այդ տվյալը մենք չունենք այս պահին, որ արդեն իսկ նախաձեռնված վարույթ կա, բայց եթե նման վարույթ կա, մենք ողջունում ենք իհարկե, որովհետև դա կարևոր հանգամանք է, ինչի համար, որ ինչքան էլ մենք փորձենք, նայեք, այստեղ ունենք երկու կողմ, մեկ քրեակատարողական ծառայողներ եւ ունենք մյուս կողմը դատապարտյալներ։ Երկուսի ներկայացրածների մեջ էական տարբերություններ կա։
օրինակ ծառայությունը պնդում է, որ իրականացրել է գործողություն, որի ժամանակ կիրառել է ֆիզիկական ուժ, որը եղել է համաչափ, ես էլ եմ կրկնում, երբևիցե տպավորություն չստեղծվի, թե ծառայությունը իրավունք չունի ֆիզիկական ուժ կիրառելու կամ հատուկ միջոցներ կիրառելու։ Դա իրենց վերապահված, օրենքով վերապահված լիազորությունն է, որը իրականացնելու ամբողջապես հիմքերի առկայության դեպքում նման լիազորություն ունի ծառայողները։ Բայց այստեղ երկրորդ խնդիրը գալիս, արդյոք դա եղել է իրավաչափ, եղել է համաչափ, եղել է անձի պատիվը արժանապատվությունը չնվաստացնող վերաբերմունքով, հարցեր են, որոնք իմ կարծիքով քննության համար լուծման եւ քննությամբ այդ տվյալները հիմնավորելու կամ հերքելու անհրաժեշտություն կա, որը այս պահին ենթադրում եմ, հուսով եմ, որ այդ քրեական վարույթի շրջանակներում դրանք պատշաճ քննարկման առարկա կդառնան, իսկ տվյալ քրեական վարույթի հետ կապված մենք եւս Մարդու իրավունքների պաշտպանի իրավասության շրջանակում կփորձենք հետևողական լինենք հասկանալու ինչ ընթացք է ստանում տվյալ քրեական վարույթը։ Պարոն Մինասյան, դուք նշեցիք իրավասություն ունեն, երբ ունեն այդ իրավասությունը, կխնդրեմ սա հետ նշել։ Երբ որ օրինակ նույն քրեակատարական հիմնարկում այդ գործընկերը նշեց, որ իրականացվել է օրինական պահանջ չեն կատարել, օրինակ։ Այդ դեպքում կարող են ուժ կիրառել։ Իհարկե, ոնց է պատկերացնում հակառակ դեպքում, երբ որ օրինակ քրեակատարողական հիմնարկում գտնվող դատապարտյալը չի ենթարկվում, ասենք ծառայողի օրինական պահանջի։ Օրենքը հնարավորություն տալիս է ծառայողին, որ ֆիզիկական ուժ կիրառի, ձեռքերը ոլորի, ձեռնաշղթաներ կիրառի, տարբեր միջոցներ, որոնք որ իհարկե, եթե դրա անհրաժեշտությունը կա, եթե հասել է այն աստիճանի, երբ որ այլ մյուս նվազ նշանակության գործիքներ օգտագործելով չի կարող հասնել իր նպատակին, օրինակ։ Իսկ դատապարտյալները ձեզ այդ զրույցում, առանձնազրույցների ընթացքում ինչ են, տեղեկացրել, արդյոք այդ միջամտության կարիքը իսկապես կար։ Հիմա անդրադառնանք այն հարցին, ինչը որ ներկայացրել են նաև դատապարտյալները։ Դատապարտյալների պնդումները ես նշեցի։ Դատապարտյալները պնդել են եւ նրանցից ոմանք նաև չեն հերքել, որ իրենց կողմից բաների դռնակներին հարվածներ եղել է։ Բայց այնտեղ դատապարտյալների պնդումներն ու ներկայացրածը նրան է վերաբերում, որ դրանից հետո իրենք որևէ բան, նշվել է նաև, որ անկողնային պարագաներ են այրվել, իրանք նշել են, որ նման պարագաներ իրանք չեն այրել։ Ընդամենը իրանց պնդումներով, դատապարտյալների պնդումներով սրբիչ է այրվելուց եղել մեկ խցում, որը հանվել է, մարվել է։ Դա մի արձանագրում, որը որ ներկայացրել են ազատությունից զրկված անձին։ Երկրորդը իրենց պնդումներով եղել է այն, որ հատուկ նշանակության ջոկատի ծառայողները մուտք են գործել խցեր եւ առանց որևէ պահանջ ներկայացնելու միանգամից սկսել են ֆիզիկական ուժ կիրառել։ Հիմա դրանք բոլորը հանգամանքներ են իմ կարծիքով, որոնք որ պետքա քննության արդյունքներով իմի բերվեն եւ քննությամբ դրանց գնահատական տրվի։ Այսքանը երևույթից մեծ։ Դուք պատկերացնում եք այդ սպեցնազին մի 40 հոգի է եղել, մոտ 30-ից 40։ Մի հատ ասենք սոված, կիսասոված, ես այդ մասին էլ հիմա կխոսեմ, ասենք դատապարտյալներ, որոնք պիտի դիմադրություն ցույց տան։ Իսկ այս որ բացել են խցերը ու մտել են ու սկսել են ջարդել, դա է իրականությունը։ Իսկ Շնորհակալություն, խնդրեմ Տիկին Խաժան, ձեր արձագանքը մասնավորապես նշվեց, որ առանց պահանջ ներկայացնելու են մուտք գործել, թեև պարոն Մարգարյանը իր խոսքում նշեց, որ բավարար ժամանակ է տրվել դատապարտյալներին եւ միայն դրանից հետո է ուժ կիրառվել, խնդրեմ։ Նաեւ պարագաների այրվելու հետ կապված հարցը, խնդրեմ։ Նախ նշեմ, որ այդքան էլ համաձայն չեմ այստեղ հնչեցված տարբեր կարծիքների եւ տեսակետների եւ պնդումների հետ, կփորձեմ տալ իմ բարձաբանումները։ Քրեակատարողական ծառայությունը արդեն ինչպես իսկ իր բարձաբանման նշել է, ստացել էր համապատասխան տեղեկություններ այն մասին, որ Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկի դատապարտյալներից մեկը ցանկացել է առավել նպատակ ունենալով առավելություններ ունենալ
ես հիմա խնդրում եմ ընդհատեք, ես կբարձաբանեմ։ Առավելություններ ունենալ մնացած ազատազրկված անձանց նկատմամբ, փորձել է խաթարել տևական ժամանակ խաթարել քրեակատարողական հիմնարկի բնականոն աշխատանքը եւ ներկայացրել է անօրինական պահանջներ, միաժամանակ կոչ անելով, որ մնացած ազատազրկված անձիկ էլ միանան այդ անօրինական կոչերին։ Նման տեղեկատվությունը ստանալուց հետո քրեակատարողական օպերատիվ վարչությունում տեղեկությունները ստուգվել են, ուսումնասիրվել են, քննարկվել, որի արդյունքում որոշում է կայացվել տվյալ պարակտում հրահրող դատապարտյալին տեղափոխել մեկ այլ քրեակատարողական հիմնարկ, ոչ թե առևանգել, որի իրավունքը քրեակատարողական ծառայության աշխատակիցները ունեն օպերատիվ անվտանգային եւ այլ նկատառումներից ելնելով ուսումնասիրելով ամբողջ տեղեկատվությունը կարող են տեղափոխել անձանց մեկ այլ քրեակատարողական հիմնարկ։ Ինչ վերաբերվում է հատուկ նշանակության բաժնի աշխատակիցներին, այս մասով ասեմ, որ նման ի սկզբանե նման որոշում չի եղել։ Ես դա վստահաբար ասում եմ եւ պնդում եմ, քանի որ նման որոշումը կայացնելու գործընթացի ժամանակ ներկա չեն գտնվել հատուկ նշանակության բաժնի աշխատակիցները։ Նրանք միացել են գործընթացի միայն այն ժամանակ, երբ որ ի աջակցություն նշված դատապարտյալների մնացած ազատազրկված անձիկ սկսել են խոչընդոտել տեղափոխման գործընթացին, աղմկել են, հաղաղակել են, խցերի դռներին հարվածել են, այդ իսկ պատճառով էլ համապատասխան ներքին կանոնակարգի իրավիճակը այդ անհնազանդության այսպես ասած կոչերը հանդարտեցնելու եւ իրավիճակը կայանացնելու համար ստիպված միջամտել է գործընթացին հատուկ նշանակության ծառայությունը եւ միաժամանակ բացվել են խցերը կատարելով խուզարկություններ։ Օրենքով սահմանված կարգով, այո, քրեակատարողական ծառայության աշխատակիցները, երբ որ ունենում են կասկածներ, որ դատապարտյալները կամ կալանավորված անձիկ հնարավոր է գործընթացին խանգարեն, խոչընդոտեն կամ խոչընդոտեն առհասարակ բնականոն կարգին ու պայմաններին, այդ ժամանակ այո նրանք կարող են իրականացնել խուզարկություններ։ Ինչ վերաբերվում է ձեր նշած այրման կտորի հետ դեպքի հետ կապված, ես հիմա չեմ կարող ասեմ կոնկրետ նման տեղեկատվություն հստակ չունեմ, նման այդ այրված կտորը համապատասխան փաթեթավորվել է, այդ գործի շրջանակներում կազմված փաստաթղթերի համապատասխան ներկայացվել է քննչական բաժին եւ քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ եւ ճիշտն ասած չեմ կարող միայն առավոտյան եմ տեղեկացել, այո, ափսոս որ չգիտեմ, որովհետեւ դա շատ կարեւոր պայման էր, այո, եւ բայց ես շատ նաեւ ուրախ եմ, որ հարուց նախաձեռնել է քրեական վարույթ, որի շրջանակներում համապատասխան որակում կտարարքի եւ ինչպես արդեն բավականաչափ ժամանակ նշվում անընդհատ ոչ իրավաչափ կամ իրավաչափ, այստեղ մենք չենք կարող տվյալ իրավիճակին գնահատական տալ, որովհետեւ մենք ոչ մեկս ներկա չենք եղել, բայց նախաքննության ընթացքում բնականաբար նախաքննական մարմինները եւ հարուցված հոդվածի արդեն իսկ հատկանիշներով պայմանավորված մեզ համար պարզ կլինի նախնական որակում տալ եւ գնահատել տվյալ իրավիճակը։ Ինչ վերաբերվում է մարմնական վնասվածքների մասով, նշեմ, որ այո, մենք ասում ենք, որ ֆիզիկական ուժ գործադրելը դուք անընդհատ տանում եք ծեծի, ոչ ֆիզիկական ուժ գործադրել դա չի նշանակում ծեծ, որովհետեւ հատուկ նշանակության աշխատակիցները դրա համար անցնում են մասնագիտական վերապատրաստումներ, սովորում հնարքներ տարբեր տեսակի ֆիզիկական ուժի գործադրման, որը այս պարագայում խոսքը ձեռքի ոլորման մասին է, հնարքի մասին է։ Ամեն դեպքում վնասվածքներ եւս արձանագրվել են։ Ես ասեմ այդ ընթացքում ես կխնդրեմ լսեք ինձ, հետո խնդիր չկա ձեր արձագանքները կարող եք ասել դա ձեր իրավունքն է, ֆիզիկական ուժ գործադրելու ժամանակ, երբ որ հատկապես ֆիզիկական ուժ գործադրելու ժամանակ դու բախվում ես ակնհայտ դիմադրության ազատազրկված անձի կողմից, բնականաբար ես չեմ հերքում, որ կարող է լինել այո եւ կապտուկներ եւ վնասվածքներ, բայց փառք Աստծո, 3 դատապարտյալներ ներկայացրել են համապատասխան միջնորդություններ, նրանք բացի այն, որ Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկի բուժ հաստատությունում են հետազոտվել եւ ռենտգեն հետազոտության արդյունքում հիմնավորվել է, որ վերջիններս մարմնական վնասվածքներ չեն ստացել, այդ երեկո նրանք 3-ն էլ տեղափոխվել են նաեւ համապատասխան քաղաքային բուժ հաստատություն, որտեղ նույնպես հետազոտվել են, ենթարկվել ռենտգեն հետազոտության եւ Էրեբունի բժշկական հաստատություն եւ
փաստաթղթերով նշված է համապատասխան, որ նշված մարդկանց մոտ կոտրվածքներ չեն եղել, այլ ընդհանրապես եղել են վնասվածքներ, որոնք այո, պետք է այդ վնասվածքները չէին կարող չլինել։ Բնականաբար այդ քաշքշուկի ժամանակ վնասվածքները արձանագրվել են նաև մեր մարտիրյանքների պաշտպանի աշխատակազմի գործընկերների կողմից։ Այստեղ տպավորություն չունի, որ կարող է ինչ-որ մեկի ձեռքը կոտրվի ու ծառայությունը փակցնի ու չասի ինչ-որ մեկի ձեռքա կոտրվել։ Վնասվածք եղել է, քերծվածք եղել է, դեմքի քերծվածք ա եղել, բայց կոտրվածք մենք չենք ունեցել, որը արդեն կարող ասենք, որ փաստ է։ Դուք ձեզ լավ պաշտպանում եք, լավ, ամեսատով, կեղծ, ինչպես լինի դուք պաշտպանում եք, բայց նրա նախարարն էլ էր այդպես խոսում, մենք իրավունք ունենք այս անելու, մենք իրավունք, իսկ ինչ իրավունք ունեն դատապարտյալները, ինչ իրավունք ունեն, ինչ դիմադրության մասին է, ինչպես կարելի է այդքան, ով կարող է, ես բազմիցս եղել եմ այդ հարկում, գիտեք, եւ ես իդեպ ուզում եմ ասել, երբ արդարադատության փոխնախարար էր Արփի Սարգսյանը, երբ որ Կարեն Անդրեասյանն էր նախարարը, նույն ձևի շատ լավ համագործակցել ենք ցանկացած դեպքի հետ կապված եւ նա երբեք չի ասել, որ գիտեք, տենց բան չի եղել, հակառակը եղել է, ես հիմա մենք կշտկենք, այս կանը։ Ես շատ եի ուզում, որ Արփի Սարգսյանը աշխատեր այդ համակարգում։ Եթե նույնիսկ ես գրառման ձևով անեի, միևնույնն է, ինքն էր արձագանքում էր եւ մթնոլորտը ուրիշ էր։ Ես ուզում եմ ձեզ արձանագրել, որ շատ վատ վիճակ է քրեակատարողական հիմնարկներում, շատ վատ։ Այդ որ իրանք օրենքով ամեն ինչը տենց անում են, բան հացադուլի մեջ գտնվող բազմա, ես այնպիսի ահազանգեր եմ ստանում եւ ես չեմ հրապարակում, ես չմտածեք, թե ես անմիջապես ամեն ինչ հրապարակում եմ։ Ես նախ պետք է համոզվեմ, բազմաթիվ վկայություններ ես պետք է ունենամ, որ բայց այն ինչ որ կատարվում է այդ հացադուլավորների հետ, ինչ վիճակ է։ Եվ դու զանգում ես պրոբացիոն, ճիշտ ասա, քրեակատարողական պրոբացիոն ծառայությունը ինչ ձևով է խոսում 43-րդ օրը հացադուլի մեջ պարզվում է, որ այդ մարդը ոչ ճնշում ունի, ոչ վատ է, սենց առույգ ինքը տենց մի հատ վիճակում է։ Մինչև ես ահազանգ չգրեցի արդարադատության նախարարությանը, նրան չտեղափոխեցին հիվանդանոց։ Գիտեք ինչ հոգեբանությամբ է առաջնորդվում քրեակատարողական ծառայությունը եւ այդ համակարգը թող հանցագործություն չկատարեն, բանտ չընկնեն։ Հավատացեք, դուք արձագանք եք անպայման։ Ես շատ եմ ցավում, որ դուք այդ կեղծիքի մեջ եք աշխատում։ Գիտեք, ես շատ կուզեի, որ իրոք բաց լրիվ փակել են ամբողջությամբ։ Ես ասում եմ, կար ժամանակներ, դա նախկինների ժամանակը չէր, ուզում եմ ասել, որ բայց այն սկզբում եւ շատ նորմալ դատապարտյալներն էլ էին, ես չեմ լսել որևէ քրեակատարողական հիմնարկի պետից ծմա դատապարտյալներից բողոք, ընդհակառակ իրանք են ինձ ասել, որ օրինակելի վարքով, իրենց զբաղմունքով եւ գիտեք, այդ ոնց եղավ հավատացյալ տղան քրեական ենթամշակույթ, իսկ որ առևանգման դեպքեր այնտեղ կրկնվում են պարբերաբար, դա էլ ունենք։ Հիմա ուղղակի առիթ է եկել է, ես ասում եմ, այդ հոգեբանությամբ ես ուզում եմ ասեմ, դատապարտյալների նկատմամբ, դատապարտյալները լողանալու հնարավորություն չունեն։ Բաղնիկ չունեն, այո։ Ես ես ասում եմ, այնպիսի բաներ իրավունք ունի մարդը լողանալու։ Ես գիտեմ, որ օդափոխությունն էլ հարց։ Ուրեմն երկելն էլ է հարց, որ պետք է իրանց պատվերով երկերը երկեն։ Չգիտեմ, իսկ ուտելիքի մասին, սնունդի մասին, սնունդը փոխվել է, հիշում եք առաջ այդ արտլանչը, ես նույնիսկ տեսել եմ, որ պետերից մեկը ինքը սնվում էր այդ արտլանչով, ասենք ընդմիջմաժամին, որը քիչ թե շատ նորմալ սնունդ։ Հիմա փոխվել է այդ սնունդը եւ ինձ նկարագրում են, թե ինչ ձև սնունդ է դա։ Գիտեք, օրինակ կար սահմանա նոր պետ որ լինում գալիս է մեկը ինչ որ իր փոփոխություններ սահմանափակումներ, բայց դա ի վնաս դատապարտյալների կալանա միշտ այդպես է։ Երբ որ սնունդի հարցերում էին միջամտել, կրճատել, հանել, այսինքն այնց բաներ, օրինակ ձու, չգիտեմ, ես դա ոչ գրել եմ, ոչ հրապարակել եմ, բայց գնացել եմ փոխնախարարի մոտ,
ասել եմ սենց բաներ ա եղել։ Գուցե կարգավորենք այդ հարցերը եւ կարգավորվել են այդ հարցերը։ Ոչ թե ստեղանք նստենք ասենք մենք մենակ օրենքով ենք առաջնորդվում։ Դե ով է այս երկրում օրենքով առաջնորդվում, որ դուք առաջնորդվեք, կներեք էլի։ Ինձանից սկսած։ Խնդրեմ։ Սնունդի հետ կապած ասեցիք կիսատ մնաց, հիմա ի՞նչն է խնդիրը։ Սնունդը շատ վատ վիճակում է, շատ վատ վիճակում է։ Ուղղակի ասում եմ, որ նայում ես արդեն չես կարող ուտել։ Դե նկարագրում է թե ինչ միսա մեջը, ինչա, չգիտեմ, ես շատ վաղուց էի տեսել, ասելիցի դες 98-ից հետո որ էլի 2000 տեսնում էի որ դույլերով այդ ճաշը, ասենք, բայց հետո որ փոխվեց այդ ամեն ինչը, լավ, ուրեմն մարդիկ են էլի որ մարդը իրավունք ունի նորմալ սնվելու, լողանալու, մտածելա նախարարը Ինչա փոխվել, կամ այդ ձեր նոր քրեական կատարողականի ծառայության պետը ամենայն հարգանքով, բայց եթե դուք տարական լողանալու հարցը չեք լուծում դատապարտյալի, դուք կանչում եք այդ սպեցնազին, որ իրենց բանը ֆիզիկական ուժ կիրառից, թե ինչ պայման եք դու, իրանք չունեն իրավունք ոչ մի, պահանջներ չունեն, բացեիք հիմա թող խոսեին այդ դատապարտյալները եւ ասեին ինչա տեղի ունեցել եւ դա կլիներ եւ ձեր բոլոր այդ կեղծիկները դարավոր կոմունիստական խորհրդային շրջանից եկած ամոթ է էլի, այսինքն բառապաշարը նույնիսկ ձեր չի փոխվել, կներեք։ Խնդրեմ պարոն։ Այդ ժամանակները վաղուց անցել են, կոմունիստական ժամանակներից բան չի մնացել, միայն մնացել է Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկի շենքը, որտեղ այո, համաձայնենք, որ առկա են համեմատած մյուս քրեակատարողական հիմնարկների պայմանների հետ կապված ունենք խնդիրներ, որը երբեք մենք չենք թաքցրել, ընդհակառակը մենք ենք բարձրաձայնել ու միջոցներ ենք ձեռնարկել այդ խնդիրները շուտապույտ լուծելու այդ մարդկանց լողանալու հետ կապված բաղնիքը Դրանից ավելի նսեմացնող Թույլ տվեք պատասխանեմ Տիկին Ալեքսանյան։ Այդ հնարավորությունը դատապարտյալներին ընձեռնված է, բաղնիքը խնդիր է ունեցել, սակայն լողանալու հնարավորությունից դատապարտյալները չեն զրկվել, նրանց հնարավորությունը տրվել, իրենց խցերում կահավորել համապատասխան միջոցներ, որը հնարավորություն է տալիս շաբաթվա մեջ մի անգամ կամ երկու անգամ լողանալու փոխարեն ամեն օր օգտվել դրանից, որը որ մենք թույլատրել ենք համապատասխան կահավորումներ իրականացվեն։ Սննդի հետ կապված, ասեմ, որ սննդի որակի հետ կապված մեր մոտ խնդիրները արձանագրվել է ընդամենը սկզբնական փուլում, երբ որ փոխվել է մատակարար կազմակերպությունը, որից հետո անմիջապես միջոցներ են ձեռնարկվել եւ այդ խնդիրը լուծվել է եւ մինչ օրս դրանից հետո դատապարտյալների կողմից սննդի հետ կապված խնդիրներ չեն արձանագրվել, ինչը փաստվել է նաև դիտորդական խմբի կողմից, որը հասարակական հսկողություն է իրականացնում բոլոր քրեակատարողական հիմնարկներում եւ օրվա ցանկացած ժամի անարգել մուտքի իրավունք ունի քրեակատարողական հիմնարկ։ Ծննդի հետ կապված հարցին անդրադարձել է նաև մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը։ Կարծում եմ մեր գործընկերը դրա մասին եւս կփաստի, եթե անհրաժեշտ լինի։ Պարոն Մարգարյան, կխնդրեմ ներկայացնեք պահման պայմանների հետ կապված դուք ամեն դեպքում հակասություն կա ձեր ներկայացած տվյալների եւ Տիկին Ալեքսանյանի հնչեցրածի մասով, կխնդրեմ ներկայացնեք ինչ պահման պայմաններ են եւ երկրորդը քրեական ենթամշակույթի մասով, հա, կխնդրեմ ներկայացնեք ընդհանուր առմամբ Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում ինչ բարքեր են։ Ենթամշակույթի մասով տեսեք հսկայածավալ աշխատանքներ են իրականացվում ծառայության նախարարության կողմից ենթամշակույթի ազդեցությունը նվազեցնելու ուղղությամբ։ Այն որ ասենք որ որևէ քրեակատարողական հիմնարկում քրեական ենթամշակույթ չկա, դա իրականություն չի, բայց նաև չենք կարող չնշենք դրա դեմ ուղղված հսկայածավալ աշխատանքները, որ իրականացվում են բոլոր քրեակատարողական հիմնարկներում այդ ուղղությամբ։ Պահման պայմանների մասով ասացի արդեն Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկի շենքը շատ հին շենք է եւ պահման պայմանները խնդրահարույց են, որոնց նաեւ այլ կազմակերպություններ են անդրադարձել։ Հիմա քննարկումներ են իրականացվում Երևանու տարածքում գործող նախկինում եղել է էլի քրեակատարողական հիմնարկ, այնտեղ առանձնացվի համապատասխան խցային պայմաններ եւ կարճաժամկետ փուլում էլ իրականացվեց ծրագիրը եւ Նուբարաշենի բավող անձինք տեղափոխվել այնտեղ նաեւ հասարակությունները տեղյակ պետությունը նախաձեռնել է նոր քրեակատարողական հիմնարկի կառուցում, որը
համապատասխանելու է միջազգային բոլոր չափանիշներին, որից է ընթացքի մեջ է հիմա փաստաթղթային նախագծահաշվարկային աշխատանքները իրականացում, թե երբ կլինի ժամանակը ցույց կտա, բայց դրա կառուցումից հետո նախատեսվում է, որ փակվի։ Տեսեք, մեր պետությունը այդքան հարուստ պետություն չի, որոնց մի փուլում որոշի ու անվի հսկայական ծախսերի հետ կապված է, եթե ասենք մի միջոց, օրինակ քրեակատարական հիմնարկ կառուցելու համար պիտի 4 դպրոց չկառուցվի կամ 5 մանկապարտեզ չկառուցվի, պետությունը նախընտրում է այդ գումարը ուղղել դպրոցի ու մանկապարտեզի վրա։ Սննդի հետ կապած ես նորից եմ փոխելը ընթացակարգային է, յուրաքանչյուր տարի հայտարարվում է գնման մրցույթ, մասնակցում են կազմակերպությունները եւ շահումը գնման ընթացակարգով է իրականացվում, այսինքն որ կազմակերպությունը որ շահում է, նա էլ մատակարարում է սնունդը։ Փաստացի շահում է Այո, ամենավատը չի շահում, սննդի հետ կապված արդեն նշեցի, որ խնդիր չունենք Տիկին Ալեքսանյանին, թե ինչու են այդ մասով Մենք ուսումնասիրում ենք, բարբերաբար ուսումնասիրություններ է իրականացվում, ամեն օր սնունդը մտնելուց ստուգվում է, կալորիականությունն է ուսումնասիրվում, համապատասխանում է չափը կառավարության որոշմամբ նշված քանակին, թե ոչ, համային համտեսում է իրականացվում, բացի այդ պահվում է այդ սնունդը սառնարանում եւ կշռում ենք նաեւ ճիշտ նշեց մեր գործընկերը։ Կարող եք գալ ինքներդ ոչ թե ապրել, այլ ականատես լինել, թե ինչպեսի սնունդ է հիմա մատակարարվում։ Տեսեք, եթե հիմա մի դատապարտարի ճաշակով չի լինում այդ սնունդը, դա դեռ չի նշանակում, որ այդ սնունդը վատն է։ Նախկինում եղել է դեպքեր։ Չէին բողոքում Ատլանտից։ Չէին բողոքում, չէ, ոչ մեկից չեմ լսել, որ բողոքի։ Հիմա էլ չեն բողոքում։ Ես չգիտեմ ձեր այդ ինֆորմացիան։ Եղել եք նվարաշների 5-րդ հարկում զրուցել եք դատապարտարների հետ, թե դա ձեր իրավասության մեջ։ Ես չեմ եղել, գործընկերներս եղել են, զրուցել են, շարունակվում է այդ process-ը, նորից հանդիպելու ենք դատապարտարների հետ, նորից քննարկվելու է, ուսումնասիրությունները նորից կատարվելու է, այնց որ դա դեռ չավարտված փուլ է։ Ես ավարտեմ Տիկին Ալեքսանյան, որտեվ տեսեք, ես ինչն եմ ուզում կարևոր եմ այստեղ, որ ասում եք դատապարտարների իրավունքների մասին խոսեցիք, դատապարտարների իրավունքների իրացման համար պետությունը հսկայածավալ միջոցներ է ծախսում։ Սկսած արտաքին աշխարհի հետ կապի բարելավումից, վերջերս փոխվել են բոլոր հեռախոսները, տեղադրվել են ժամանակակից նոր հակավանդալային հեռախոսներ բոլոր քրեակատարողական հիմնարկներում։ Ավելացվել է դրանց քանակը, նվազեցվել է րոպեի սակագինը։ 20 դրամից դարձել է 8.9 դրամ 1 րոպեի համար։ 23 թվականի համեմատ բոլոր քրեակատարողական հիմնարկներում 282 միջոցառման փոխարեն կազմակերպվել է 429 սպորտային, մարզական, կրոնական, լուսավորչական, մշակութային միջոցառումներ, 140-ով ավել նախորդ տարվանից։ Իսկ դա շատ մեծ ռեսուրսներ է, մենք համագործակցել ենք Հայաստանի Հանրապետության գրեթե բոլոր թանգարանների հետ, բոլոր կազմակերպությունների հետ, ովքեր պատրաստակամություն են հայտնել համագործակցել եւ միջոցառումներ իրականացնել։ Իրականացվում է ֆորմալ եւ ոչ ֆորմալ կրթություն եւ այդ ամենի վրա թույլ տալ, որ ինչ որ ազդեցություն լինի, որը կխանգարի դրա իրականացմանը, ուղղակի չեն կարող հանդուրժել։ Շնորհակալություն եւ որպես ամփոփում, հա, քննարկման, քանի որ սա միջադեպ է մասնավոր այսպես դեպք է, որը ամեն դեպքում համակարգային խնդրի մասին է խոսում։ Որպես ամփոփում կխնդրեմ Տիկին Ալեքսանյան ձեզանից, հա, սկսենք, ինչ է պետք, այն նշվեց, հա, բազմաթիվ միջոցառումներ են տեղի ունենում, բազմաթիվ քայլեր են իրականացվում։ Ինչ առանցքային կետեր կան, որ ձեր կարծիքով պետք է փոխել, բարեփոխում միացնեք։ Այդ միջոցառումները, օրինակ, ես գնացել էի Սևան քրեակատարողական հիմնարկում մասնակցելու ուրեմն դատապարտյալների արված կերամիկական աշխատանքների ցուցահանդեսին պատկերացնում եք, լավ, ցենց մի հատ փոքր սենյակում այդ մի հատ սեղանի վրա դրել էին շատ լավ աշխատանքներ, իդեպ իրոք արժեքային իմաստով էլ եւ գեղարվեստական առումով է շատ լավը, բայց մյուս դատապարտյալները դա իրավունք չունեին տեսնելու, այդ 3-ն էին ներկայացնում, մնացածը քրեակատարողական ծառայությունն է, նստել էին իրանք, օրինակ ինչու չպետք է մյուս դատապարտյալները
այդ Սևան քրեակատարողականը, իրանք տեսնեն այդ գեղեցիկ իրերը, կամ այդ խոսքը լսեին, կամ այսինքն ամեն կերպ սենց փակել, ճնշել, պահել, չէ, ես կարողա սուտ եմ դա ասում, այսինքն դա ինչ է, դա մարդկային վերաբերմունքը բացակայում է։ Համարում եմ, որ նախարարի այդ ձևը, որ ինքը ասում է, մենք իրավունք ունենք, ամեն ինչ կատարվել է օրենքի սահմաններում, դա վերաբերմունքն է, նույն վերաբերմունքը, որ ես անընդհատ տեսնում եմ, դրանք մարդիկ են, դրանց պետք է մարդավարի վերաբերվել։ Ինչու պետք է չգան այդ ցուցարը, եւ այդ միջոցառումները այս թվարկում եմ ասում, էլի այդ խորհրդային այս արեցինք, բայց որ գնում ես ու ինչ ասեմ, փակ, շատ աննկարագրելի խստություն, իհարկե պետերից էլ կախված։ Օրինակ, որ մի հարց ա եղել դատապարտյալը ինձ պատմել է, ասում եմ, դե պետին ասա ինքը գուցե չի ասում, փորձենք մենք ինչ որ ձևով լուծենք, չեմ ուզում պետին ամեն հարցով, այս չեք պատկերացնի, այսինքն ինչու չկա այդ մարդկային շփումը, վերաբերմունքը, ընդհանրապես դա պետք է արվի։ Եվ այս դեպքերում, այս բռնություն ամոթը, որ փակված անպաշտպան մարդուն 40 հոգով գնաս գետնին գցես կանգնես վրան ու հայոյես ու մահակով խփես։ Հասկանում եք, մենք բարբարոս չենք, էլի։ Սա ինչ վայրի բարքեր է, սրան ուզում եմ ասեմ, քրեակատարողական ծառայությունն է պետք է ընդվզի, նախարարը պետք է առաջինը դա ընդվզեր այդ ամեն ինչի դեմ, եւ պետք է գնար տեսներ ինչ է պատահել, որ այդ մարդիկ իմանան, որ իրենց նկատմամբ կա մի հատ ուշադրություն, որը իսպառ բացակայում է, շատ եմ ցավում այս ամեն ինչի համար, որ չեն վերաբերվում մարդավարի եւ ուզում եմ այդ օրինակը ձեզ բավարար է այդ ցուցահանդեսին, որ մենակ քրեակատարողական ծառայությունը տեսավ դա, մեկ էլ ես ու մեր աշխատողը։ Շնորհակալություն, պարոն Մինասյան։ Այդ վերաբերմունքի Շնորհակալություն։ Ամփոփելով հետեւյալը կասեմ, որ իրականում պետքա միշտ հաշվի առնենք այն հանգամանքը, որ յուրաքանչյուր ազատությունից զրկված անձ գտնվում է պետության հսկողության ներքո եւ պետության հսկողության ներքո գտնվող անձի իրավունքների պաշաճ իրացումն ու իրականացման բեռը կրում է պետությունը եւ այդ համատեքստում շատ կարեւոր է որ նույնիսկ նման իրավիճակներում երբ որ կա նման ահազանգ եւ կա առերևույթ ոչ համաչափ ուժի կիրառման առնվազն ահազանգ կամ դեպք տվյալ դեպքում պետք է պետության կողմից իրականացվեն բոլոր ջանքերը, որպեսզի նման տվյալ դեպքին պատշաճ եւ հստակ իրավական գնահատական տրվի եւ հույս ունեմ, որ նշված քրեական վարույթը, ոնց նշեցին մեր գործընկերները, որ արդեն իսկ նախաձեռնված է պատշաճ քննության արդյունքում վեր կհանվեն այն բոլոր հարցերն ու խնդիրները, որոնք նաեւ մեր կողմից հնչեցվեց, նաեւ ազատությունից զրկված անձանց կողմից են ներկայացվել եւ դրանք բոլորը կդառնան պատշաճ քննության առարկա ենթադրվում այսպես։ Շնորհակալություն, խնդրեմ, պարոն։ Շնորհակալություն։ Տիկին Ալեքսանյան, ձեզանից շնորհակալ ենք այս քննարկումը կազմակերպելու համար եւ նաեւ շնորհակալ ենք, որ դուք առաջինը ես ճշտել եմ մեր լրատվական ծառայությունից, որ առաջինը զանգը ստանալուց հետո կապվել եք մեր ծառայության հետ։ Չնայած հիմա նշում եք, որ ծառայությունը ասել է, որ ոչ մի բանից տեղյակ չի, իրականում այդ պահին տեղյակ չեն եղել ու ոչ ոք չի շղթել այդ փաստը, որ ինչ որ դեպք է լինում եւ դրանից ժամեր անց արդեն եղել է պաշտոնական պարզաբանումը։ Ես դա շատ կարևորում եմ եւ ողջունում եմ, որ դուք նախաձեռնել եք եւ առաջի զանգը եղել է քրեակատարողական ծառայություն, նոր դրանից հետո թեժգից, իսկ եթե հասարակական վերահսկողության մասով եք ցանկանում որ ուշադրություն գրավեր, նաեւ կարող եք ներգրավել հասարակական դիտորդների խմբին, իրանց ահազանգելով, որտեղ օրենքով իրանց է տրված այդ լիազորությունը քրեակատարողական հիմնարկներում իրականացնել հասարակական վերահսկողություն։ Նաև որպես ամփոփման հարցեր բավականին շատ մնաց կիսատ, ոնց հասկացա ժամանակի հետ կապված խնդիր ունենք, բայց մի կարևոր բանի ցանկանամ անդրադառնալ։ Անգամ դուք կազմակերպեք սենց քննարկում։ Ներեք էլի հասարակական դիտորդները կարծեմ գնացել են արձանագրել։ Արձանագրել են, բայց
ինչ են ուղարկել մեզ կներեք։ Չէ, ես ինքս հրավիրել եմ խմբի ներկայացուցիչներին, բայց քանի որ դեռ փաստերը չեն, այսպես համադրել ամբողջությամբ չեն կարող այդ ինֆորմացիան ասել, դրա համար ներկա չեն այս բանը։ Իրենք ժամկետ ունեն, Ժամկետ ունեն, երրորդյա նախարարությանն է ներկայացնում։ Ամեն դեպքում խումբը երկարաժամանակ չէր աշխատում։ Ինքը հնարավորությունների հարց կար էլի։ դիտորդական խումբը միշտ աշխատել է, ես չգիտեմ որտեղից է այդ որևէ խնդիր։ Եթե ինչ-որ ծրագրեր չեն անում, դա դեռ չի նշանակում, որ իրանք մոնիտորինգը չեն անում, ու այցելությունները անում են։ Կարող է անդամների հետ կապված խնդիր ա եղել ինչ-որ ժամանակ։ Իրանք ֆինանսավորման հետ կապված չի իրանք գործունեություն, դրա համար եմ մի քիչ զարմանում։ Ամեն դեպքում կցանկանայի մի կարևոր հարցի անդրադառնայի, տեսեք, պետությունը հսկայածավալ միջոցներ է ծախսում անձանց վերասոցիալականացնելու եւ պիտանի մարդ հասարակություն վերադարձնելու համար եւ նույն ցմահ ազատազրկման դատապարտված անձանց համար մի շարք բարեփոխումներ են եղել տարիների ընթացքում բոլոր օրենսդրական փոփոխությունների արդյունքում, սկսած պայմանական վաղաժամկետ գործընթացի սահմանափակումների բարելավումից հիմա արդեն անվտանգային գոտու հետ կապված քննարկվում է անվտանգային գոտիները փոխելու հարցը այս պահին մենք ունենք 3 ցմահ ազատազրկման անձ, որ պատիժակրում ցածր անվտանգային գոտու մեղմ պայմաններում եւ օգտվում է, ասենք 30 օր երկարատև մեկնման իր իրավունքից։ Տարեստարի այդ փոփոխությունները առավել ակնհայտ են։ Ուղղակի Տիկին Ալեքսանյանն անդադչեցնում է, որ ակնհայտ են Տիկին Ալեքսանյան, դուք էլ լավ գիտեք 4 անց պայմանական վաղաժամկետ է ազատվել 4 անց ազատվել է ազատվելու մնացած հարցը արդեն դատարանի իրավասությունն է մենք չենք կարող մեկնաբանել թե դատարանը Շատ լավ, առանձին թեմաներ են բազմաշերտ, որոնք առանձին քննարկման կարիք ունեն։ Շատ կարևոր, շատ առանցքային բարեփոխումներ, որ նաև դուք եք հա տեսնում, որ դրա կարիքը կա որպես աշխատակից, խնդրեմ։ Նախ ուզում եմ նշել, որ այստեղ բարբերաբար հնչեցվեց խոշտանգումներ ծառայողների կողմից։ Ցանկանում եմ նշել, որ արդեն տարիներ շարունակ է ինչ քրեակատարողական ծառայությունը եւ ընդհանրապես պետությունը պատժողական քաղաքականությունից անցել է դեպի վերեսոցիալականացումը եւ քրեակատարողական ծառայության եւ մեր պետության կարևորագույն խնդիրներից եւ նպատակներից մեկն է եւ դա համարվում է այսօր մեր առանցքային մեխը, կարևոր պետության համար նաեւ կարևոր բաղադրիչներից մեկը վերասոցիալականացումը, իրավապատակ վարքագծի ձևավորումը դատապարտյալների եւ կալանավորված անձանց մոտ։ Իսկ ինչ վերաբերում է այն ազատազրկված անձանց, ովքեր կշարունակեն մնացյալ ազատազրկված անձանց նկատմամբ նպատակ ունենալով ձեռք բերել առավելություններ, այսպես ասած, ունենալ արտոնյալ կարգավիճակ, ապա անպայման նման դատապարտյալների կամ ազատազրկված անձանց նկատմամբ նույնպես իրականացվել են միջոցառումներ կոնկրետ տվյալ քրեակատարողական հիմնարկից տեղափոխում մեկ այլ քրեակատարողական հիմնարկ, որովհետև բարբերաբար քրեական ենթամշակույթի եւ այլ անօրինական գործողությունների շրջանակի պայքարում քրեակատարողական ծառայողները մշտապես իրականացնում են աշխատանքներ, ձեռք են բերում համապատասխան տեղեկատվություններ, որոնք ստուգվելուց հետո նոր իրականացվում են համապատասխան միջոցառումները։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Խնդրեմ, պարոն Մարկյան։ Շատ հակիրճ։ Քրեակատարողական ծառայության օրենսգրքի փոփոխության հետ կապված չեմ ասում հենց կոնկրետ 7 տարի, բայց արդեն տարիներ շարունակ փորձը ցույց է տվել, որ արդեն բավականին ժամանակ է, ինչ արդեն մենք անցել ենք վերասոցիալականացման, այս փորձը դուք անընդհատ փորձում եք ինչ որ sense անընդհատ ուզում եք ամեն ինչ անել, որ մենք ասենք, որ այո դուք ճիշտ եք, ես ավելին կասեմ, որ ոչ, ես ձեր հետ համաձայն չեմ, նույնիսկ լոգանքից սկսած, որովհետև կառավարության որոշման համաձայն փոփոխություններ են տեղի ունեցել, եւ եթե նախկինում լոգանքի համար պարագաները տրվում էին ամսական մեկ անգամ, ապա այն հիմա տալիս են շաբաթական ամեն յուրաքանչյուր շաբաթ եւ համապատասխան փաթեթով Ճիշտ է, ունենք մենք այո, մենք դե արդեն ասել ենք, ես չեմ ուզում կրկնվել եւ ժամանակը չեմ ուզում ձեր խլել, եթե կլինեն հարցեր լրացուցիչ կամ ձեզ մոտ կմնան բացեր, խնդրում եմ պաշտոնապես հարցում արեք քրեակատարողական ծառայությանը եւ ձեր մնացած բոլոր հարցերի պատասխանը կստանաք։ Շնորհակալություն, պարոն Մարկյան, հակիրճ խնդրեմ։ Շատ կարճ ուղղակի ցանկանայի նաեւ չէի կարող չանդրադառնալ լրատվական կազմակերպությունների կողմից վերնագրերի հետ կապված այս նյութի
որտեղ տեսեք մենք նշեցինք բազմաթիվ միջոցառումներ իրականացվում կարծրատիպ փոխելու հասարակությունը, որպեսզի հասկանա, որ քրեակատարողական հիմնարկներում մեծ բան է փոխվել ու տարեց տարի փոխվում է, ինչին ականատես ենք լինում, բոլորս եւ դա արձանագրվում է ոչ միայն հանրապետությունում, նաեւ միջազգային կազմակերպությունների կողմից այդ փոփոխությունները արձանագրվում է։ Սակայն տեսեք հասարակությունը մի քանի վերնագիր եմ ուղակի ֆիքսել, ծառայողները կոտրել են ծմահների գույքը, ծեծել նրանց, Նուբարաշենում ծմահ դատապարտյալների ջարդ է կազմակերպվել, Նուբարաշենում ՔԿՀ-ում դիմակներով անձինք ծեծի են ենթարկվել ծմահ ազատազրկման դատապարտվածներին, մտել են խցերն ու արյուն լվա արել ծմահներին, այս վերնագրերը կարդացողների մոտ ուրիշ բան զգացմունքներ առաջանում քրեակատարողական համակարգի նկատմամբ, որը ես ճիշտ չեմ համարում, տիկին, գիտեմ, սա ձեր գրածը չի, սա Ես հարցազրույց չեմ տվել, բայց ես հողում եմ արել հարազատին, այսինքն լավ եք արել, բայց վերնագրերի հետ կապված եմ ես ասում, այս կարդացողը չի բացում նայի ծրատակի պարզաբանումները, մարդու իրավունքների պաշտպանի կողմից գրած արձագանքները, առաջին հայացքից այս վերնագիրը արդեն մարդկանց մոտ դիրքորոշում է տալիս, որը ճիշտ չենք համարում։ Պարոն Մարգարյան, Զրոյացնում են բոլոր կարծրատիպերը, որ մենք տարիներ շարունակ փորձում ենք փոխել, սենց մի հատ վերնագրով, սենց ոնց որ զրոյանա, մենք նորից զրոյից պետք է բարձրանանք վերև, որ ինչ-որ բան փոխվի։ Պարոն Մարգարյան, շատ հակիրճ, որպես ամփոփում ամեն դեպքում ձեր խոսքից բխող հարց է, սա եզակի դեպք եք համարում, թե համակարգային խնդիր, դժգոհություն հայտնեցիք։ Այստեղ սա համակարգային խնդիր ես չեմ համարում, նախկինում եղել է էլի դեպքեր, երբ հիմնարկներում պահվող անազատության մեջ գտնվող անձինք չեն կատարել ծառայողի օրինական պահանջները, չեն պահպանել հիմնարկի ներքին կանոնակարգը, խոչընդոտել են հիմնարկի բնակելի գործունեությանը, տվյալ դեպքերում էլի կիրառվել է ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ, նաև տեղափոխվել են այլ քրեակատարողական հիմնարկներ։ Ես վիճակագրության մասով ասեմ 24 թվականի ընթացքում ընդհանուր առմամբ ֆիզիկական ուժ ու հատուկ միջոց կիրառվել է 64 անգամ միասին։ Վերլուծությունը այդպես է եղել, որտեղ նրան զուգակցված է լինում այդ ընթացքում կարա լինի եւ ֆիզիկական ուժ եւ հատուկ միջոց, որը որ շատ նորմալ գործունեությունը ստեղ ինչ որ արտարոց բան չկա։ Եթե կպարզվի Տիկին Ալեքսանյան, եթե ինչ որ մեկը անցել է իր լիազորությունների շրջանակը, դրան կտրվի իրավական գնահատական։ Շնորհակալություն։ ասում եք եթե պարզվի, բայց եթե դեռ չի պարզվել, ո՞նց է կարողանում այս տեսակետը սենց պնդվել։ Արկա փաստաթղթերի հիման վրա արձանագրություններ, զեկուցագրեր, որոնք կազմվել են եւ ներկայացվել են։ Եթե դրանից հետո կպարզվի, ի հայտ կգա ինչ որ լրացուցիչ տեղեկատվություն, որ ինչ որ միտեղ ինչ որ մի բան լիազորություններից անցել են ծառայողները, դրա մասին է խոսքը։ Շատ լավ։ Տիկին Ալեքսանյան, Ուրեմն ամսի 3-ից, ոնց որ ես այդ գրառումը արել եմ, բազմաթիվ հեռուստաընկերություններ, թերթեր, ես չեմ տվել հարցազրույցներ, մերժել եմ բոլորին, ասել եմ, որ կողմերի հետ միասին մենք ասուլիսի ենք պատրաստվում։ Միայն Ազատություն ռադիոկայանին ես տվել եմ այս պայմանների վերաբերյալ, նախարարին պատասխանի վերաբերյալ իրանք ինձ ուզեցին մեկնաբանություն, բայց այս հարցերի մասին ես չեմ խոսել։ Եվ ընդհանրապես, պարոն Մարգարյան, ես շատ եմ, ինձ հետաքրքրողը, ոչ ձեր համակարգը, լավ կլինի, որ լավ լինի, որ մարդը այնտեղ իրեն նորմալ զգա։ Ես երբ որ լավ է, ես ասում եմ լավ է, երբ որ վատ է, ես ասում եմ վատ է։ Վերջ, ու դա բոլորը գիտեն։ Մենք ենք ուզում, որ բոլորի համար լավ լինի եւ մենք աշխատանքը հենց դրա համար է։ Շնորհակալություն, հարգելի բանախոսներ։